մենք ներկայացնում ենք Closet ընկերությունը, Closet brand-ը։ Մեր ընկերությունը մասնագիտացված է թիմերի համար իրենց լոգոյով բրենդավորված հագուստի արտադրության մեջ։ Ցուցահանդեսի շրջանակներում հանդես են գալիս B2C ուղղվածությամբ, ներկայացրել ենք արցախյան եւ հայաստանյան տարբեր պատմամշակութային արժեք ունեցող վայրեր տպագրված հագուստի վրա, որով եւ փորձում ենք միշտ հիշել, պահել ու քարոզել հայկական գաղափարախոսությունը, որը որ կարելի է նաեւ գրելի լինել ու միշտ հիշվող լինել։ Կանաչները համարյա բոլոր տեսակներն կան, մասիսից ջերմոցից են ուղարկում, են հիմնական կնզմնդյուկը, ջրջորոկը, իսկ մյուսները շուկայից ենք ձեռք բերում, սոխա, սամիթա, համեմա, ջավիթևերա, սպանախնա, բոլորը կա, հիմնական թրթունջուկնա, թութուլավաշը, շավիլը, բոլորն էլ կա, հիմի մեր կանաչների մեջ այդ բոլորը կա։ Կան տեսակներ, դաշտային խոտաբույսեր են, գարանական ենք ասում, կիրմրտակր ենք ասում, պրավի պորտ ենք ասում, նման կանաչներ կան, որ ստեղ չկա, չեմ հանդիպել, դաշտերում էլ չեմ հանդիպել, ֆռացել եմ, բայց չեմ հանդիպել, մի ուրիշ տեսական մանուշակի թևերի պես մեր մոտ Ղարաբաղում ենք պոնչիկ ենք ասում, դա էլ ենք գցում, մանուշակի թևերն էլ ենք լցնում, 17 տեսակ կանաչներ մտնում է այս ժենգյալավացի մեջ։ Դեստեղ ինչ կարողանում ենք հետ ենք գցում, աշխատում ենք համը տեղը պահել։ Մենք շատ ենք կարևորում երեխաների կրթությունը, մեր ապագա սերունդների կրթությունը եւ այդ պատճառով էլ մեր գլխավոր նպատակը նրանց տալ ճիշտ կրթություն, որպեսզի մեր հաջորդ սերունդները կարողանան մեզ համար լավ ապագա լինել։ Շատ լավ, իսկ սրանք բոլորը երեխաներ են սարքել։ Նայեք, այս մասը սրանք երեխաներն են պատրաստել, այս սրանք 3D մոդելավորման արդյունքում են հավաքել, սրանք նաև ծրագրավորում են ու ոնց որ տանկ են, իրանք կարողանում են կառավարել։ Այս լեգոներն են, որ ասեցի լեգոներով սովորում են ռոբոտներ կառուցել, այս լեգոն օրինակ տարբեր ֆունկցիաներ է կատարում, ինքը իր ձեռքերով այս դհոլն է խփում, ու այսպես նաև այսպիսի բան կա, ինքը տարբեր գույներ տեսնելուց տարբեր գործողություններ է կատարում, օրինակ դեղինն է տեսնում, առաջ է գնում, կանաչն է տեսնում, հետ է գնում, այդպես։ Ես Լիլիա Գրիգորյանն եմ, Իրիկնակի հիմնադիրն եմ։ Իրիկնակը դա ձեռքի աշխատանքի բրենդ է, ստեղծում եմ տան դեկորատիվ իրեր եւ կրելու աքսեսուարներ։ Իրիկնակ Արցախի բարբառով նշանակում է արև։ Եվ այս իմ աշխատանքի միջոցով փորձում եմ իմ Արցախ աշխարհի արևիշողի մի մասնիկը փոխանցել նաև իմ հաճախորդներին, իմ ապրանքների միջոցով, ստեղծում եմ մեծ սիրով, բրենդը ստեղծել եմ 21 թվականին, Արցախի իրադարձություններից հետո, երբ որ եկա Հայաստան, այստեղ շատ լավ մարդիկ քաջալերեցին, օգնեցին, որպեսզի սկսեմ իմ բիզնեսը։ Հիմնականում վաճառքս իրականացնում եմ սոցցանցերի միջոցով, ինչպես նաև այդպես բերանից բերան փոխանցելով։ Այսօր մասնակցում եմ «Մենք կանք» ցուցահանդեսին, բերել եմ իմ պատրաստած պայուսակները, դեկորատիվ ապրանքները տան վերաբերյալ։ Սա լավ առիթ է ներկայացնելու մեր արցախցիներիս ձեռքի աշխատանքները եւ խոսելու մեր մասին եւ ասելու բոլորին, որ մենք կանք, այո, մենք դժվարություններով ենք անցել, բայց փորձում ենք շարունակել, գոյատևել եւ նորից ստեղծել։ Հիմա տրենդը էշուկն է սա, առաջի էշուկն ես գնացին Լոնդոն, երկու հատիկ, ու որոշեցի, որ ինչու ոչ, սիմվոլիկա, այսինքն մենակ Արցախի համար սիմվոլ, Գրեցիայել ունի այս էշուկի հատուկ բաներ։ Գույն բաներով ենք զբաղվում, ես եմ մանկական շորեր։ Հա, 20 թվի սկիզբում դեղ Արցախում մասնակցում ենք ստենց տոնավաճառներից, բայց 20 թվին վար պատերազմը եղավ, երկու աղջիկ ունեմ, որոշեցինք մեր կողմից 120 ստացվեց, 120 զոհված ընտանիքի երեխոցու համար նվերներ սարքեցինք մեր կողմից, ու մյուս տարին ուժը 21 տարի նոր տարվա համար մեծ աղջիկս թատրոնում նար, մասնակցեցին ուժը մեզ միացան էլի բլոգերներն, Արութին Ակապյանը, միջոցով ահագին մարդիկ մասնակցեցին, որ գումարա փոխանցում, որը ես ինչի կարեցինք արդեն 500-ից ավել երեխոցու համար, համ նվերներ անենք, համ թատրոնում
տոնական ինչ որ պրազնիկաբրազնի ոչի մասնակցին երեխեք են։ Ինչեւ ցավոք սրտով էլի ուզում եմ անեմ նույն ձևի նվերատվություն, բայց առանց աշխատանք մի քիչ դժվար է, դրանով եմ համարյա յոլա գնում։ Так, այս մոդելը առաջինը եղել է սև ու տեղին գույնի պալասկոցով, պատվեր եղել է Բերլինից։ Այսինքն Բերլինից երիտասարդ զույգ երեխու հետ գալիս են 3 օրով Երևան, խնդրեց կարակ այսպեսի բան գործեք, դե պրոստը обыкновенный սետիրոկ ա եղել, մտածեցի ինչու հասարականը մի քիչ ավելի մոդեռն լինի, այս մոդելը որոշեցի անեմ, դուրս եկավ, իրանց էլ նույնպես ասեց ինչու ոչ, կարամ ինչ որ վաճառքի համար էլ այդ նույնը օգտագործեմ։ Սրանք հիմնականում գործում եմ բամբակից, բրդից, աշխատում եմ էկոօպ թելերով գործել, մանուկների համար գործում եմ հատուկ մանկական թելերով, ոչ ալերգիկ եւ չծակծկող թելերից եմ գործում։ Ինչպես տեղեկ ենք, զինանշանի հեղինակն եմ, այո։ մի քիչ խնդրում ներկայացրեք։ Զինանշանը թե Նախ գործերի, հետո զինանշանը։ պարզապես զինանշանը կատարվել է 1992 թվականին։ Մոտ մի տարուկես աշխատել եմ, ստացել այն ինչ որ այսօր տեսնում եք, եւ որի համար ինքս էլ բավարարված եմ զգում, ցավոք իր գործունեությունը ինձ թվում է կշարունակվի այս ամբողջ թողոբովից հետո, որից հետո էլի եթե կյանքս հերիք է, էլի վերադարձ կունենանք մեր երկիր։ Այո, սա մեր հանրապետությունն է, իմ հայ ժողովուրդն են, բոլորին ընդունել սովորել եմ, այստեղ եմ սովորել, ավարտել եւ նույնիսկ ինձ ազատ դիպլոմ են պարգևել այն առումով, որ ասեմ Ղարաբաղն էլ Հայաստանը, թողեք ես գնամ այնտեղ աշխատեմ եւ որ հետադարձ հայացք եմ ձգում, մոտ 55 տարի աշխատել եմ եւ իմ արածների համար չեմ փոշմանում։